Երբ հայկական քաղաքակրթությունը վտանգված էր, երբ արաբ տեղապահները ճնշում էին գործադրում հարավից, իսկ բյուզանդական կայսրերը արևմուտքից, պատմական ասպարեզ եկավ մարդ, ով ընտրեց ոչ թե հնազանդությունն ու համակերպումը, այլ պայքարը։ Թագավոր, ով ոչ թե կառուցեց քաղաքներ ու գեղեցիկ շենքեր, այլ կերտեց հազարապատիկ ավելի արժեքավորը՝ ազատությունը։ Մարդ, որն իր ողջ կյանքի ընթացքում սուրը ձեռքից վայր չդրեց, հետ շպրտելով արաբներին այնտեղ, որտեղից եկել էին։ Նա դարձավ այն երկաթյա մարդը, որ պահպանեց Հայաստանը։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր շարունակելու ենք անդրադառնալ պատմության կարևորագույն փուլերին եւ այն դերակատարներին, որոնք մեծ տեղ եւ դեր են ունեցել մեր ազգի հարատևման հարցում։ Այսօր կխոսենք միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր թագավորներից մեկի Աշոտ Բագրատունու մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Սկսենք։ Միջնադարը հայոց պատմության ամենադաժան ժամանակաշրջաններից է։ Հայկական լեռնաշխարհը գտնվում էր երկու գերտերությունների՝ բյուզանդական կայսրության եւ արաբական խալիֆայության միջև։ Հայկական լեռնաշխարհը բնական ամրոց էր, որն իշխում էր Միջագետքի հարթավայրերի վրա։ Այստեղ իշխում էին արաբները։ Հայկական հարթավայրը միևնույն ժամանակ նաեւ կարևոր պաշտպանական գիծ էր Անատոլիայի ուղղությամբ, իսկ այստեղ իր հերթին իշխում էին բյուզանդացիները։ Ով տիրում էր լեռներին, նա վերահսկում էր տարածաշրջանը։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում էր վերահսկել հնարավորինս շատ հայկական հողեր, դրա միջոցով վերահսկողության տակ պահելով Մետաքսի ճանապարհը, ամրոցները եւ նույնիսկ հավատքը։ Խալիֆայությունը ճնշում էր բնակչությանը հարկերով կամ ինչպես իրենք էին անվանում՝ ջիզիեով։ Ջիզիան արաբական խալիֆայությունում այլակրոնության կամ ամենամյա գլխահարկն էր, որը գանձվում էր ոչ մուսուլման տղամարդկանցից։ Այս ամենին զուգահեռ խրախուսվում էր նաև իսլամի ընդունումը։ Բյուզանդիան նույնպես նենգաբար էր գործում, նա էլ փորձում էր պարտադրել իր քաղաքեդոնական ուղղափառությունը։ Հայերը ստիպված են դիմակայել երկկողմանի կրոնական եւ դավանաբանական ճնշմանը։ Հայաստանը տվյալ ժամանակաշրջանում միասնական պետական միավոր չէր։ Երկիրը ամիրայությունների, կիսանկախ իշխանների ու բյուզանդական ազդեցության գոտիների յուրատեսակ ամբողջություն էր։ Արաբական խալիֆայությունը իրականացնում էր ծրագրավորված քաղաքականություն հայկական հողերում վերաբնակեցնելով մուսուլմանական ցեղերի։ Նրանք սկսեցին իրենց տեր ու տիրակալ զգալ, յուրացնելով լավագույն հողերը։ Չնայած այս ամենին, հայերի մեջ դեռ կար դիմադրության ոգին։ Գյուղացիների եւ զինվորական դասի մոտ կար հսկայական ներուժ։ Ժողովուրդը սպասում էր այն առաջնորդին, որը կկարողանար միավորել հայերին ընդդեմ թշնամիների, եւ այդ առաջնորդը հայտնվեց։ Էլիտան հարուստ կոնֆորմիստական ընտանիքները չեն, ինչպես շատերը այսօր սխալմամբ կարծում են։ Էլիտան ազգի սերուցքն է։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մեծ պատասխանատվություն են կրում, ամենամեծ պատասխանատվությունը եւ դժվարին ժամանակներում վտանգում եւ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ ունեցվածքը, իրենց կյանքը եւ ընդհանրապես ամենաթանկը։ Նման էլիտայի վառօրինակ է Բագրատունիների իշխանական տոհմը։ Սա հին տոհմ է, որի արմատները հասնում են դարերի խորքը։ Եվ այսպես դարեր անց այս տոհմում ծնվեց մի մարդ, ով դարձավ ոչ միայն կառավարիչ, այլ նաև հայոց անկախության երկաթյա ողնաշարը։ Մարդ, ով ապացուցեց, որ պետության հիմքում ընկած է ինքնությունը, արժանապատվությունը եւ երկաթյա կամքը։ Աշոտ II, որը հետագայում պիտի կոչվեր Աշոտ Երկաթ։ Աշոտ II Սմբատ I-ի որդին էր։ Եվս մեկ հմուտ, բայց ողբերգական ճակատագիր ունեցած հայոց թագավոր։ Աշոտ II չէր դաստիարակվել ուղղակի որպես թագաժառանգ։ Սմբատ I-ը դաստիարակում էր թագավոր, ով պատրաստ կլինի պատերազմի։ Դրա համար էլ Աշոտ II-ի մանկությունն անցել է ոչ թե բամբակներում, այլ զինվորների շրջապատում, ծին եւ արշավանքների մեջ։ Սմբատ I-ը քաջ գիտակցում էր, թե ինչ թշնամական օղակով է շրջապատված երկիրը, բայց նույնիսկ նրա հսկայական փորձը չկարողացավ օգնել կանխելու աղետը։
914 թվականին արաբական ամիրը Յուսուֆ իբն Աբուլ Սաջը Սմբատ առաջինին գերեվարեց, նրան տանջահար անելով գլխատեց և մարմինը խաչ հանեց դվինի դարպասների վրա, իտես ողջ հայ ժողովրդի։ Այս դաժան արարքը պետք է կոտրեր հայկական դիմադրությունը, բայց հենց այդ դաժանությունը պատճառ դարձավ, որ հայ ժողովուրդը արժանի պատասխան տա արաբներին։ Հայ ժողովուրդը ցասման մեջ էր, արթնացել էր վրեժի զգացումը։ Երիտասարդ Աշոտ II-ը ոչ թե ժառանգեց գահը, այլ կարելի ասել պայքարելով նվաճեց այն։ Նա ստիպված էր պայքարել ոչ միայն արտաքին թշնամու արաբների դեմ, այլ նաև ներքին թշնամու դեմ։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա նաև ստիպված էր սուրը մերկացնել հայ իշխանների դեմ, որոնք վաճառել էին իրենց հավատարմությունը, ստանալով դրա փոխարեն արաբների հովանավորությունը։ Նա պաշարված էր թե դրսից և թե ներսից, և հենց այս պայմաններում էլ սկսեց պատերազմը Աշոտ II-ը։ Տեղի ունենում մի հանդիպում, որը պիտի վճռեր Կովկասի ճակատագիրը։ Աշոտ II-ը հանդիպում է վրաց թագավոր Ադարնասեի հետ։ Այն միմյանց անծանոթ երկու թագավորների հանդիպում չէր, սա բարեկամական հանդիպում էր։ Երկուսն էլ պատկանում էին Բագրատունիների մեծ տոհմին։ Ադարնասեի մեջ խոսում էր ոչ միայն ազգակցական կապը, այլև սուրբ պարտքի զգացողությունը։ Պատմությունը կրկնվում էր։ Ադարնասեին փրկել էր հենց Աշոտ II-ի հայրը, Սմբատ առաջինը։ Այդ ժամանակ Սմբատ առաջինը անձամբ թագադրեց Ադարնասեին, հաստատելով նրա իշխանությունը դժվարին ժամանակներում։ Այժմ 914 թվականին եկել էր այդ բարությունը փոխհատուցելու ժամանակը։ Ադարնասե թագավորը փոխհատուցում է իր պարտքը։ Հանդիսավոր արարողության ժամանակ վրաց թագավորը հանդիսավոր կերպով Աշոտ II-ին ճանաչում է որպես Հայաստանի միակ օրինական թագավոր։ Սա այդ ժամանակի համար բավականին լուրջ դաշինք էր, որն ամրապնդեց Աշոտ II-ի դերն ու դիրքը։ Աշոտ II-ին ճանաչում է նաև Բյուզանդիան։ Հայոց թագավորի հեղինակությունն ու դիվանագիտական աջակցությունը օրեցօր աճում էին, իսկ նրա ազդեցության աշխարհագրությունը ընդլայնվում։ Այս ամենը տվեց իր արդյունքները։ Աշոտ II-ի հեղինակությունը այնքան էր բարձրացել, որ տեղի ունեցավ ամենաանհավանականը։ Նրա ամենաահարկու հակառակորդը հարավային հողերի տիրակալ, Բասպուրականի հիմնադիր թագավոր Գագիկ Արծրունին, ով նաև Աշոտ II-ի հոր ոխերիմ թշնամին էր, հրաժարվեց արաբների հետ դաշինքից։ Գագիկ Արծրունին գիտակցեց, որ արաբ էմիրը սոսկ օգտագործում է իրեն Հայաստանը կործանելու նպատակով։ Հին տոհմերի, Բագրատունիների և Արծրունիների երկու հզորագույն գահակալները կնքեցին պատմական հաշտություն։ Գագիկ Արծրունին փաստացի ընդունեց Աշոտ II-ի գերակայությունը ընդհանուր պայքարում։ Աշոտ II-ը այլևս միայնակ չէր, նա ուներ եկեղեցու, վրաց թագավոր Ադարնասեի, ինչպես նաև Բյուզանդիայի աջակցությունը, այս ամենին զուգահեռ նաև ապահով թիկունք իդեմս Վասպուրականի։ Սա դիվանագիտության մեծ հաղթանակն էր։ Մասնատված Հայաստանը միավորվում և ամրապնդվում էր, դառնալով պատրաստ արաբների դեմ պայքարին։ Դիմակայությունը թևակողեց հյուծիչ պատերազմի փուլ։ Դրանք ծանր ու քայքայիչ պայքարի տարիներ էին։ Հայերը զիջելով թվաքանակով խուսափում էին դաշտային ճակատամարտերից։ Դրա փոխարեն Աշոտ երկաթը կիրառեց շարժուն ջոկատների մարտավարությունը։ Նա թիրախային հարվածներ էր հասցնում հաղորդակցության ուղիներին, ոչնչացվում մեկուսացված կայազորները և անհետանում։ Աշոտ երկաթը միտումնավոր արաբներին ներքաշում էր դեպի անառիկ լեռնային ամրոցներ՝ Կաքավաբերդ, Գառնի, տանում էր հյուսիս դեպի Բոլնիս։ Ամեն անգամ արաբներին հայտնում էին. թագավորն այնտեղ է։ Յուսուֆը ահռելի ուժեր էր նետում պաշարման համար, կորցնում ժամանակ և մարդկանց, բայց Աշոտ երկաթը անհետանում էր, թշնամուն թողնելով ձեռնունայն։ Այս ռազմավարության գագաթնակետը դարձավ 921 թվականի Սևանի ճակատամարտը։
Այն ինչ պետք է ավարտվեր թագավորի գերեվարմամբ, վերածվեց զորավար Բեշիրի խայտառակ փախուստի։ Ռազմական տեսանկյունից սա փոքր բախում էր, սակայն քաղաքական առումով սա հոյակապ հաղթանակ էր։ Սևանի ճակատամարտը դարձավ այն հոգեբանական բեկումնային կետը, որից հետո նույնիսկ դաժան Ամիրա Յուսուֆը հասկացավ, այս պատերազմը անհեռանկար է։ Հայաստանն ուժով հնարավոր չէ նվաճել։ Սևանի ճակատամարտից եւ տարիներ տևած անհաջող պաշարումներից հետո, որոնք չափազանց թանկ էին նստում գանձարանի վրա, Բաղդադում գիտակցեցին, այս պատերազմը մտել է փակուղի։ Արաբները հասկացան, որ Հայաստանի լեռներում մղվող պարտիզանական պայքարը կարող է հավերժ տևել, սոսկյուծելով խալիֆայության պաշարները։ Չկարողանալով Աշոտ II-ին հաղթել ոչ ուժով, ոչ էլ հայ իշխաններին պառակտելու նենգ ծրագրի միջոցով, խալիֆայությունը ստիպված եղավ նահանջել։ 922 թվականին Բաղդադը պաշտոնապես ճանաչեց Բագրատունու հաղթանակը։ Աշոտ II-ին շնորհվեց թագ եւ բարձրագույն շահնշահ արքայից արքա տիտղոսը։ Սա հայոց պետականության անկախության եւ հզորության լիակատար դրսեւորումն էր։ Արաբական աղբյուրները նրան անվանում են Մելիք ալ-Արման ալ-Քավի, հայերի ուժեղ թագավոր։ Իր ծառայությունների եւ կամքի համար հայ ժողովուրդն ինքն արքային կնքել է Երկաթ անունով։ Հայոց թագավորի համբավը տարածվել է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս ամբողջ տարածաշրջանում։ Այսպիսով, որդին ոչ միայն շարունակել է հոր Սմբատ առաջինի ազատագրական պատերազմը, այլ նաև այն հասցրել հաղթական ավարտի։ Աշոտ Երկաթը Հայաստանը մարտադաշտից վերածել է հզոր տարածաշրջանային կենտրոնի։ Թուլացած Վրաստանի եւ Կովկասյան Ալբանիայի մնացորդները իդեմս հայ թագավորի տեսել են պաշտպանի եւ Կովկասում կայունության երաշխավորի։ Շահնշահ տիտղոսը դարձել էր իրականություն։ Հենց Աշոտ Երկաթն էր, որ արյունով ու սրով հիմք դրեց ապագա ոսկեդարին։ Ճիշտ է, նրա կյանքն անցել է թամբի վրա եւ ժամանակ չի ունեցել եկեղեցիներ կառուցելու, բայց առանց նրա հաղթանակների չէին լինի ոչ Հաղպատը, ոչ Սանահինը, ոչ էլ Վեհաշուկ անին 1001 եկեղեցիների քաղաքը եւ հայ միջնադարյան մշակույթի ծաղկումը։ Նա մաքրեց երկիրը թշնամիներից, որ իր սենունները կարողանան արարել։ Նրա անձնական ճակատագիրը եւս բարեհաճ չէր։ Ամուսնացած լինելով Գարդման իշխանի դստեր հետ, բայց լիովին նվիրված լինելով պատերազմին, նա ժառանգ չթողեց։ Նա որդիներ չուներ, որոնց կկարողանար փոխանցել թագը, բայց նա թողեց ավելին։ Նա իր եղբորը Աբասին եւ Բագրատունիների ողջ տոհմին կտակեց ոչ թե ավերակներ, այլ ուժեղ անկախ պետություն։ Աշոտ Երկաթն իր ազգին տվեց ամեն ինչ, պատմության մեջ հիշվելով որպես հայոց երկրի հավերժական պահապան։ Աշոտ Երկաթը մահացավ իր մահով 928 թվականին, հաստատուն կերպով իր պատվավոր տեղը զբաղեցնելով ողջ Կովկասի պատմության մեջ որպես ժողովրդի իսկական հայր եւ իր պետության համար բարձրագույն պատասխանատվության կրող։ Այսօր թեպետ հպանցիկ կերպով անդրադարձա Աշոտ Երկաթի փառահեղ պատմությանը, այնուամենայնիվ նպատակ ունեի ընդգծելու այն պարզ պատմական ճշմարտությունը, որ անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում, երբ մարդն ունի ինքնություն, արժանապատվություն եւ իհարկե կամք, հնարավոր է գտնել ոչ միայն ելքեր, այլ նաեւ տանել փառահեղ հաղթանակներ։ Աշոտ Երկաթը ազգային էլիտայի այն փառահեղ ներկայացուցիչներից մեկն էր, ով պատրաստ էր ոչ միայն զոհաբերել իր ամենաթանկը, այլ նաև կրեց բարձրագույն պատասխանատվություն։ Աշոտ Երկաթի օրինակով պետք է դաստիարակվի մեր նոր սերունդը եւ դառնա յուրատեսակ ուղեցույց մեր բոլորիս համար։ Իսկ ինչ է կարծում, որ թագավորն է, որ մեր պատմության մեջ ամենաթերագնահատվածն է։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, միշտ նոր հանդիպում։